Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի լույս սիրելի հայրենակիցներ, դարձյալ միասին ենք եւ վաղը մեր եկեղեցում անիրավ դատավորի Կիրակի հիշատակման օրն է, ինչպես ասել ենք, մեծ պահքի ընթացքը ամբողջ բոլոր Կիրակիները յուրաքանչյուրը որոշակի պատգամ եւ ուղերձ ունեն, այդուհանդերձ յուրաքանչյուր իր հերթին պարունակելով այդ առանձին ուղերձը իր ամբողջության մեջ շարքով, հերթականությամբ, աստիճանական զարգացմամբ մեզ տանում են դեպի հարության խորհուրդը, այսինքն հաղթանակի խորհուրդը։ Ինչպես միշտ նկարագրել եմ, դա մեր կյանքի խճապատկերն է իր բոլոր հանգրվաններով։ Եվ ընդհանուր առմամբ դա մեծ պահքի այս բոլոր կիրակիների շարահարությունը մեր վերադարձի մասին է դեպի տուն, դեպի հաղթանակ, դեպի տուն, դեպի արժեքներ, դեպի աստվածային ներկայություն, դեպի ներդաշնակություն, դեպի խաղաղություն, դեպի հաղթանակած խաղաղություն եւ այս բոլորը սակայն չի տրվում պարզապես ձրիաբար, այլ դա մեր պայքարի, մեր հարատև պայքարի արդյունքում ձեռք բերելու կամ նվաճելու գինն է։ Եվ խոսում է անիրավ դատավորի մասին, պատմելով մեր Տերը, թե ինչպիսին էր նա, բայց մինչ այդ նաև շատ կարևոր պատգամ է տալիս ասելով, որ երկնքի արքայությունը երբ փնտրում եք, այն տեսանելի կերպով չի լինելու, այլ փնտրեք ձեր մեջ, երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Եվ ապա պատմելով պատմություններ տարբեր կամ պատգամներ հղելով իր աշակերտներին, խոսում է անիրավ դատավորի մասին, որի պատմությունը կարճ, շատ համառոտ հետևյալն է, որ մի քաղաքում մի դատավոր կար, ով նկարագրված էր որպես մարդկանցից չամաչող եւ Աստծուց չվախեցող, եւ այդ դատավորը հազարավոր մարդկանց դատն էր տեսնում, բնականաբար իր սկզբունքի համաձայն, իր սահմանած արդարության համաձայն, եւ այդ բոլորի մեջ կար մի կին, որը անտեսված էր, անընդհատ մերժված էր այդ դատավորի կողմից, սակայն իր համառությամբ այդ կինը ի վերջո հասնում է իր նպատակին, որովհետև այդ դատավորը ասում է, թեպետ ես Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այս կնոջ դատը տեսնեմ եւ թող նա գնա, որպեսզի ազատվեմ նրանից։ Եվ այդպես էլ տեղի ունենում է։ Եվ մեր Տերը շարունակում է անշուշտ պատմելով արդեն ուրիշ մի առակ, սակայն մեր մտածումները բևեռացած կամ կենտրոնացած են անիրավ դատավորի արդարության բանաձևի եւ այս կնոջ հարատև պայքարի վրա։ Տեսեք, մինչև խոսել այդ մասին, մեր Տերը խոսում է արքայության մասին։ Շոշափելի նյութեղեն կերպով չէ այն, մի փնտրեք տեսանելիորեն այստեղ կամ այնտեղ, ինչպես ասում է, այլ այն ձեր մեջ է, ձեր մեջ, ձեր ներսում։ Եվ սրանից բխած կարևոր կերպարի նկարագրությունն անում այդ կնոջ, որը անօգնական էր, լքված էր, շուրջը հավանաբար անտարբեր էին, մարդիկ չէին ուզում որևէ կերպ իր հետ առնչվել եւ այսպես շարունակ։ Միայնակ էր հավանաբար եւ չուներ որևէ աջակցություն, հասարակական աջակցություն, շրջապատից, բարեկամներից, ընտանիքի անդամներից հավանաբար չուներ ոչինչ, բայց ուներ մեկ բան՝ իր կամքը, իր ձգտումը, իր ցանկությունը, իր պայքարի տեսիլքը, իր հաղթանակի հասնելու համառությունը։ Թեպետ եւ իր առջև կանգնած էր մի քաղաքում բոլորի կյանքը որոշող, բոլորի կյանքի վրա ազդեցություն ունեցող դատավոր, որը մեծ պաշտոն էր այն ժամանակ, թեպետ այսօր էլ նույնն է, որը ուղղակիորեն մարդկանց կյանքը ուղղորդում էր, մարդկանց կյանքի վրա որոշում էր կայացնում։ Եվ այդ որոշում կայացնելը շատերի դժբախտացնում էր բնականաբար, եթե չասեմ բոլորին, որովհետև
արդարության սկզբունք էր սահմանել իր համար, որ մարդկանցից չեմ ամաչում եւ Աստծուց էլ չեմ վախենում, կամ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում։ Եվ մեր Տերը մեկ հատկանշական արտահայտություն էլ է անում. ով ցանկանում է փրկել իր անձը, պիտի կորցնի այն։ Ով կորցնում է իր անձը, պիտի փրկի կամ փրկում է այն։ Սա շատ կարևոր բանաձևում է։ Ով ցանկանում է այլ լեզվով ասած կամ մեր ժամանակակից խոսքով ասած, ով ցանկանում է լավ ապրել, կկորցնի իր անձը։ Իսկ ով ցանկանում է հարատև գտնվել իր արժեքների պայքարի բովի մեջ, ով անընդհատ ցանկանում է նաև ոչ միայն իր անձից դուրս գործել, ապրել, հանրային լայն ընկալման համար, իր նկարագրի համար, ապա կկորցնի, կզոհաբերի իր անձը, բայց կշահի այն, կփրկի այն։ Եվ սա ոմանց համար անհասկանալի է, բայց ճիշտ այդպես է։ Եվ մենք այն կոչել ենք եսակենտրոնություն, կեղծ ինքնասիրություն, այս օրերին ասում են քաղաքականությամբ չզբաղվել, եւ այսպես շարունակ, անձնակենտրոնության եւ անանձնականության մասին է մեր Տիրոջ խոսքը։ Եթե ունես անձնակենտրոն ձգտումներ, կկորցնես անձդ ի վերջո։ Իսկ եթե անանձնական են քո ձգտումները կյանքում, հենց քո անձով պայմանավորված, կշահես եւ անձդ եւ ի վերջո նաեւ կստեղծես այն միջավայրը, որտեղ քո սեփական անձը դու կլինես այդ միջավայրի մեջ, ինչպես մյուսները, հաղթանակող կամ քո պատկերացումների, քո արքայության փնտրտուքի ճանապարհին նաեւ այդ արքայությունը ստեղծող, որի պատկերացումը գաղափարը նկարագիրի ունես դու։ Եվ սա նաև առնչվում է ուղղակիորեն այդ կնոջ կերպարի հետ, ով համառորեն հաշվի չառնելով ոչինչ, անկախ նրանից, թե մարդիկ ինչ էին խոսում իր մասին, ինչպես էին խոսում, ինչ բնութագրումներ էին տալիս, այդ կինը ընթանում էր դեպի իր նպատակը։ Հաշվի առնելով նաև, որ իր դիմաց, ինչպես ասացի, ամենամեծ խոչընդոտն էր կամ որի միջոցով պետք է լուծվեր իր հարցը, ով արդարության բնականաբար զգացումը չուներ, Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։